Այս երեք նախագահներ, որովհետև իրենց կյանքը Հայաստանի Հանրապետություն նվիրված է պետության մեժորտին, ապացուցել, որ դրանք օտար ուժեր են եւ նրանց ինչու է պետական պահպանություն դրվում, օրինակ ինձ համար անհասկանալի բան է։ Ձեր թոշակը չեն բարձրացնում, բայց այնտեղ թոշակը հա, չեն տարանպես իրենք ինչու են պետականորեն պահպանվում, որ ժողովրդի հետ չսպանես է։ Որտեւ ապացուցվեց չէ հաղթանակած նախագահներ են իդեպ։ Ուրեմն ապացուցեց, որ իրենք ինչ որ իմացել են, մենակ մենք չենք իմացել, ռուսներն իմացել են, ռուսներն աշխատել են, գուցե թուրքերն են իմացել, թուրքերը, այսինքն այդ գաղտնիքը մեզնից է, իրենց գաղտնիքը։ Հիմա ես հաստատ եմ ասում, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը լիներ ազգային ժողովի մեծամասնություն, օրենք են ընդունել սրանց ամեն ինչից զրկել։ Ամեն մեկը թող գնար, մանավանդ ամեն մեկը այնքան մեկը սալյարկա է գողացել, վրայից դուրս չի գալիս հոտը, մեկը էս, թող գնային իրենց համար աշխատեն, ապրեն, եթե կարող են։ Իրեք սենյականոց բնական, ինչի են պահպանվում, չգիտեն։ Հիմա երկրորդ մասը, բայց հիմա ինչ ասեմ, երկխոսության գնան վարչապետի հետ ինչ խոսեն։ Երկխոսության չեն, թակարակը բանավեճ է։ Բանավեճ ինչի մասին պիտի խոսեն, ինչ ասեն։ Հենը ասում են իրենց մանգլավիկներով գիշեր ցերեկ Հայաստանի պետության հիմքերը քանդում են, հիմքերը բանեն։ Հիմա տեսեք, ակնհայտ է որ հարստացել են, չէ՞։ Բացի Լևոն Տեր-Պետրոսյանը, ես չեմ լսել, որ ինքը հարստացել է մեծ հաշվով։ Այս սրանք հարստացել են։ Սրանցից մեկը $1000 հանեց այդ վերադարձրեց, ասեց, լավ, գալաթ եմ արել։ Այսքան գողացել եմ, ես էլ տալիս եմ։ Եղավ, երկուսն էլ հետո երկրորդ մասը, արցախցիներ են, էլ չէ, ղարաբաղցի են։ Արցախի ժողովրդի համար մի ֆոնդ ստեղծեցին, իրենց եղած արդյունքի հիման վրա այդ ժողովուրդը բնավեր տարավ, իրենց դավադրությունների եւ այն ֆոնդ ստեղծեցին, քան ասել եմ ժամանակ, մի հատ ֆոնդ ստեղծեք այս ժողովրդին տուն տեղ արեք եւ այլն, արել են, այսինքն ինչ է ստացվում, դրանից հետո ուշադրություն եք դարձնում եք, սա արդեն անիմաստ խոսույթ է։ Ես կարծում եմ, որ եւ նորից այս բանն էլ, ես մի տարի Քոչարյան, դուք չկա Քոչարյան, ոչ էլ Սերժ կա, ոչ էլ վերադարձ կա, դա հնարավոր չի։ Ուրեմն բայց ուրիշ բան կա։ Եկեք խոսույթը կազմակերպեք եղած խնդիրների վրա, երկրի իրենք էլ թող իրենց համար դա մնան, անտեր։ Ինչպես որ ժողովուրդ վերաբերվում է, բայց վիրավորելու համար չեմ ասում, այդ անտերը ինչի որ իրենք անտեր են, իրենք լավ էլ տեր ունեն, հավանաբար տերն էլ չի թողում, որ իրենց ուղղությամբ շարժվեն։ Հիմա 4-րդ հանրապետ չեմ նմանի, հիմա վարչապետը ինչ ուզում, դրանց հետ ինչ է խոսելու, ասել եմ կրկնեմ, հիմա տեսեք ինչ է լինում, ուրեմն Պուտինն ասում է, որ Ադրբեջանը չէ, հիշեք, Ղարաբաղը, Արցախը եղել է կա մնում է այս սրանք Պուտինի խաբար պետք է դա, սրանց բաժի։ Նրանք ասում են ես եմ արել, ընդ որում գիտեք, չէ, Ալիևի հետ հարաբերություններ սրվեցին Պուտինի հետ անձնական այն ժամանակ, եւ որ սա իրեն վերագրեց, որ Արցախը ինքը ազատագրել իր բանակը եւ այլն, որ Պուտինին անտեսել է, որ ես քեզ նվեր տամ, դու գիշերցերը գլուխով ես, հիմա Պուտինը խաբար տվեք, որ այս մարդիկ քցում են քեզ, ու վերջ, վարչապետը չի տվել Արցախ, վարչապետը այդ օրերին ինչ արել, կարողացել է ինչ-որ բան անել, եւ պատերազմը օրենքի իմաստով եւ գործնական իմաստով վարում են բանակների գլխավոր շտաբները աշխարհի բոլոր երկրներում եւ պաշտպանության նախարարություններ, պաշտպանության նախարարություն ոչ ենքան, որտեղ նամակատարման եւ այլնի հարցով է։ Կառավարությունը նրանց սպասարկում է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը Պետերով ինչ արել այդ օրերին։ Սրանք անդադ շեղում են, էլի հարցերը, շեղում են։ Իրենց կյանքը եւ այս արածը գլխավոր շտաբն չէ զինվորական հրաժարական տվեցին, հրաժարական էին պահանջում, հիշում եք, այդ գեներալիտետն էր, Հայաստանում կա, այդ հիմա չգիտեմ, այդ գեներալների տեսակի մեջ կա մեկը, որ դղյակ չունի, գեներալը ոնց կարող է դղյակ ունենալ, որտեղ եք տեսել, որ հարուստ գեներալների թաղամաս Ստեփանակերտում, ով է տեսել, ով գիտի,
Հիմա ես 20 անգամ բանով ասում եմ, ասեք հələ տեսնենք ով է ապրել այդտեղ։ Ես Քոչարյան, Ռոբերտն ու Սերժ Սարգսյանը բնակարան ունեին թե չէ այնտեղ։ Տեղյակներ ունեցել են թե չէ։ Եվ վերջացավ այս հարցը պետք է փակել։ Հիմա ինչի եմ ասում։ Բայց նաև պատիժներ պետք է լինեն։ Այդ իմ ասածը պատժեք վերջանա գնա։ Հիմա 4-րդ հանրապետությունը հիմա դե այսօր բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ այո, 3-րդ հանրապետությունը գողապետության շրջան է եղել եւ իրենք նախագահներն են գողապետեր են, լուտոկրատներ են։ Իրենք էլ Սերժներ լցրեց խորհրդարանը այն գողականներով, հիշեք։ Հիմա ամներ չտամ են, իմ համար շատ սիրելի կերպար, մի հատ Շմայս եւ այլն։ Ինքը լցրեց, չէ՞։ Դրանք չէին էլ մտածում, ես ենթադրում եմ, մտներով չերել անցել չէին էլ ուզում։ Իշներին էր պետ մտնեին, այդ եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այս բոլորը եղած է, մենք պետք է շտապ կարողանանք եւ 4-րդ հանրապետությունը կոնցեպտուալ իմաստով իհարկե ես ողջունել եմ։ Վտանգավոր թեզեր չեք տեսնում այդտեղ։ Ես այստեղ որովհետեւ ես մինչև որ այդ հարցերը կլներ, ես բազմաթիվ անգամներ այստեղ նաեւ այն ժամանակ պարոն Հարությունյան Տիգրանետ էինք 4-րդ հանրապետության հաղորդում էի տալիս այդ վարչապետի եւ այլն հետ դա կապ չունեցել, այսինքն ես շատ ավելի շուտ եմ սկսել տնտեսական, մշակութային, հոգեվոր եւ այլ ոլորտներին անդրադառնալով։ Հիմա վտանգն այսպես է, քանի որ հրճակված է կուրսը, մենք սովորություն ունենանք։ Ուրեմն պետք է լավ մշակվի, դա երրորդի էջը փակում ենք, պարոն Շիրինյան։ Էջը փակել է, պատմությունն է փակում, այն է կրակում։ Մենք չենք փակում այդ էջը։ Մենք ենք փակում։ Մեզ չեն ասում մոռացեք սա, այսուհետ սա։ Դե մոռանալը գիտեք ինչ մոռանանք, ով է մոռանալու։ Ինչու են ժողովրդին իրենց դեմ հանում։ Չգիտեմ ես, դա իրենց պիտի ասեն։ Ես երկրորդներ միշտ էլ ասել եմ, որ ես որևէ մեկի մամլոխոսնակը չեմ։ Ես կարող եմ մեկնաբանեմ, բայց իրենց փոխարեն երբեք չեմ խոսի գուսակցության առումով, իմ առումով խնդրեմ, ինչ արծուզ է։ Ուրեմն ինչ եմ ուզում ասեմ, ուրեմն ես դա ինչից է եկել ինձ մոտ, երբ որ տեսա որ լավ լութոկրատականը բայց պետք է արվի 4-րդ հանրապետություն պետք է հիմնադրվի, օրինակներն ասեմ, մենակ մենք չենք այդպեսին 1000 որտեղ Ֆրանսիան բոլոր իմաստներով հայ ժողովրդի վրա մեծ ազդեցություն ունի։ Նույնիսկ Դանիել Վարուժանից բանից հիշեք, որտեղ մենք ջերմ ենք եղել անկախ քաղաքական վարիվերումները եւ այլն։ Եվ Ֆրանսիայի օրինակը նաեւ աշխարհի համար է, չէ՞, օրինակ է, մոդելային է ոնց որ 1958 թվականին Ֆրանսիան ցնցվում էր ճգնաժամի մեջ, Ալժիրի պատերազմ, գեներալների ծախվածություն, գեներալների կաշառակերություն, կոռուպցիա եւ քայքայված վիճակ էր։ Եվ մարդիկ դիմեցին գեներալ Դգոլին, որը վիրավորված էր, որ իրեն ինքը իր կարծիքով հանրավի մի ժամանակ արդեն նախագահ եղել էր, դիմեցին եւ ասեցին արի դեր եղես երկրին, դեր պիտի լինես եւ այլն։ Եվ գեներալ ես այսպես գիտեմ, որտեղ շատ եմ դա ուսում, պայման է դնում, ինչ ասում են պետք է լսեք։ Ինչ ասում են պետք է լսեք, բազար չպետք է անեք։ Եթե չէ չեմ գալիս, գնացեք ինչ արել եք, հիմա տակից դուրս եկեք։ Վերջ այդտեղ դե բարձ է, կոնսենսուս է կայացել եւ դե հա, եւ գեներալի հեղինակությունը դե գեներալ Դգոլի հեղինակությունը խելքը շնորհքը եւ այլն, հա, ոնց ասեմ, այդտեղ բան չկա, համագրելի այսպես եւ 58 թվին հիմնադրեցին 5-րդ հանրապետությունը սահմանադրությունով, տնտեսական կարգի լավացումով, մշակույթի եւ այլն ոգեղենություն, այս բոլորը մշակված գործադրեցին եւ այսօր մենք այդ 5-րդ հանրապետություն ունենք մեզ որպես դաշնակից, Մակրոնը այդ պետության ղեկավարն է։ Եվ այսպես սա Ֆրանսիան է ակնհայտորեն ու կարելի է փորձել, բայց մեզ համար կարիք էլ չկա, այնքան ենք մենք շատ ոլորտներում խճճվել, որ կարող ենք շատ արագ առաջ գնալ։ Հիմա երկրորդ մասը, այդպես է նաև Ավստրիան, որը երկրորդ հանրապետության շրջան է ապրում, ուրեմն այդ ֆաշիզմ եւ այլն, այդ իրենց պետականության կորուստ եւ այլն, այն մարդիկ նստեցին մտածեցին, ոչ թե պետք է հաշմանդամ պետությունը շարունակվի, կիսաջարդված գողական, ոչ գողական, դեն ֆաշիզմից հետո հրճակեցին երկրորդ հանրապետություն, այսօր որ ես շատ եմ
իմ իդեալ պետությունների մեջ մոդելային իմաստով Ավստրիան որպես մշակութային պետություն։ Սահմանադրություն պետք է փոխենք, պարոն Շինինյան։ Սահմանադրությունները կփոխենք, ինչ եղել, այդ ծեր ցավը տանեմ, Հայաստանը չփոխենք, ինչը Հայաստանի Հանրապետության համար ձեռնտու է պիտի անենք։ Դա ո՞րն է ձեռնտու։ Ինչ Ալիևը ասում է։ Ինչը Ռուսաստանին եւ դրա ծառաներին վնաս է, պիտի անենք։ Ուրեմն ճիշտ այդտեղ է։